Ողջույն բոլորին։ Այսօր մենք խոսենք market maker եւ smart money մասին։ Առաջինը կարելի է հիշատակել այս կոնցեպտի հեղինակ Michael Huddleston-ի նույնիկ ICT, որը smart money հասկացության հեղինակն է։ Շուրջ 30 տարվա փորձ ունի դեռ նա դեռ ողջ է եւ հայտնի է նաեւ սոցիալական էջերում որպես ICT։ Ուրեմն նա ուսուցանել է ինստիտուցիոնալ մակարդակի առևտրի ռազմավարություններ, որոնք հիմնված են շուկայի իրական կառուցվածքի, լիկվիդայնության, շարժման եւ բանկային մոդելների վրա։ Ուրեմն խելացի գումար կամ smart money-ն դա ինստիտուցիոնալ խաղացողներն են, բանկերը, hedge fund-երը, լիկվիդայնություն մատակարարողները, ալգորիթմային առևտրային ընկերություններ։ Նրանք ունեն միլիոնավոր դոլարների պորտֆելներ, ճշգրիտ տվյալներ։ Ուղիղ մուտք ունեն շուկայի խորը շերտերին նաև, եւ նրանք չեն հետևում գնին, նրանք ստեղծում են գինը եւ ուղղությունը, ցույց են տալիս ուղղություն, թե ուր է գնում։ Նրանց հիմնական նպատակը դա լիկվիդայնությունն է։ Ուրեմն խոշոր խաղացողները չեն կարող մտնել շուկա առանց լիկվիդության, իսկ որտեղ է այդ լիկվիդությունը, հիմնականում դրանք թրեյդերների stop loss-երի հետևում են կամ այլ մարմինների, որոնք որ կատարում են թրեյդերները, ոչ թե միայն անհա թրեյդերները, ուրեմն breakout կամ ինչպես ասում են, կեղծ շարժման մուտքերի վրա սխալ վերլուծությունների ներքո եւ նրանք պետք է գնան այնտեղ, որտեղ հավաքված են թրեյդերների հիմնական օրդերները, թե stop loss-երը, թե buy order-ները։ Ուրեմն նրանց հիմնական ալգորիթմը աշխատում է stop loss-երի որսմամբ։ Օրինակ ենթադրենք long եք բացել եվրո-դոլարի շուկայում, stop loss-ը դրել եք swing low մի փոքր ներքև, այսինքն նոր ձևավորված գագաթից ներքև, շուկան իջնում հարվածում է ուրեմն ձեր stop loss-ին, ու հետո վերադառնում գնում է դեպի նախապես կանխատեսված։ Օրինակ կարելի է նաև նշել այս տարբերակը, որտեղ որ ես հիմա ցույց եմ տալիս։ Այստեղ No, ավելի մանրամասն խոսենք մի քիչ։ Իսկ հիմնականում մեծամասնությունը ինչպես է trade անում այս շուկայում։ Ուրեմն հիմնական 90%-ը թրեյդերների սովորում են արդեն իրենց կողմից մատուցված համակարգերով, օրինակ moving average, դա միջնացված գծի օրինակով, տարբեր զանազան ինդիկատորներով, տրենդային գծերով, ուրեմն խելացի գումարը կամ smart money-ն գիտի, որտեղ դու կմտնես շուկա եւ որսում է քեզ հենց այնտեղ։ Ուրեմն, այսինքն պետք է հասկանալ եւ փոխել մտածելակերպը, ոչ թե լինել այդ 90%-ի մեջ, այլ լինել այդ 10%-ի մեջ, որը որ ուղղորդում է գինը։ Ուրեմն պետք է փոխել նաև հարցադրումը, որտեղ կգնա շուկայական գինը։ Դա հիմնական հարցն է, մենք ենթադրում ենք, թե որտեղ պետք է գնա, բայց իրականում պետք է փոխենք հարցադրումը, որտեղ է գնում լիկվիդայնությունը եւ ստոպերը։ Ում է շուկան փորձում դուրս հանել, այսինքն ուղարկել տուն դատարկ գրպաններով։ Սա ուրեմն smart money հիմնական մտածողության տարբերությունն է։ Ուրեմն կարելի է համառոտ կերպով նորից կրկնել, շուկան շարժում է դեպի լիկվիդայնություն, ոչ թե պատահական գոտիներ։ Պատահականություն չկա, որ օրինակ վայ նորություն եղավ, չգիտեմ, խփեց կողմ, հետո հակառակում գնաց, դա պատահականություն չի, կա ալգորիթմ, եւ այդ ալգորիթմը միշտ շարժում է հենց այդպես։
ուրեմն smart money-ին ինստիտուցիոնալ դիրքավորումներ է կատարում քո ստոպների դիմաց, դու պարտվում ես, որովհետև մտածում ես մեծամասնության պես, եւ այսეთი մեթոդը սովորեցնում է տեսնել շուկան ինչպես ինստիտուցիոնալ մարմիններն են տեսնում, ավելի խոշոր բանկերը, hedge fund-երը, ուրեմն շուկան շարժում են բանկերը, ինստիտուցիոնալ մարմինները, հիմնականում կենտրոնական բանկերը, բնականաբար, այսինքն եթե կենտրոնական բանկի նստաշրջանը եւ կարևոր տնտեսական նորություն է, անպայման դա ազդում է գնի վրա եւ հիմնականում խորհուրդ է տրվում այդ բան գործարք չբացել, սպասել մինչեւ որ ձեր մատնանշված լիկվիդայնությունը, օրինակ եթե դուք մտածում եք, որ տրենդը bullish է, բարձրացող է սպասում եք long-ի, նման ուժեղ նորության ժամանակ կարելի է նկատել, որ նա վերցնում է ինչ-որ լոկալ sell side լիկվիդություն ու հետո նոր բարձրանում է որտեղ որ դուք ենթադրում եք, որ պետք է բարձրանա կամ հակառակը, դրա համար պետք է սպասել մինչև որ շուկան նորությունից հետո մի քանի րոպե հետո արդեն կկարգավորվի։ Իսկ հիմնականը լիկվիդայնության ворսն է։ Խոշոր խաղացողները շարժում են գինը դեպի այն գոտիները, որտեղ կուտակված են retail stop loss-երը, այսինքն մեծամասամբ trade անող մարդկանց անհատների կամ ինչ-որ ընկերությունների stop loss-երը ու retail-ի ձախողման պատճառն էլ այն է, որ օգտվում է ինդիկատորներից կամ դասական ռազմավարություններից եւ անտեսում է լիկվիդայնությունը։ Օրինակ այս նկարում մենք ինչ ենք տեսնում։ Սա ICT-ի մատուցված smart money կոնցեպտով օրինակ է, որտեղ որ ինչ ենք տեսնում։ Օրինակ, երեքշաբթի օրվա loan գնի վերցվում է չորեքշաբթի օրը եւ այստեղ մեկ վարքան այստեղ կարելի է տեսնել նայեք ժամը 2-ին սա Նյու Յորքի ժամանակով իսկ տրենդի փոփոխություն տեղի ունենում ժամը 2-ին, որ դա Լոնդոնի kill zone-ն է, ավելի ուշ կբացատրենք դրա համար, kill zone այսինքն նշված սեսիայի ժամանակ ամենահարմար ժամերն է 2-3 ժամը, որ կարելի է մտնել գործարքի մեջ։ Այսինքն վերցնում է նախորդ օրվա loan եւ այստեղ մենք տեսնում ենք 1 ժամվա գրաֆիկով այստեղ market structure shift, այսինքն փոխվում է տրենդը։ Այստեղ բնականաբար կան պոզիցիաներ կամ օրդերներ, որտեղ որ թրեյդերները մտածել են, որ պետք է մտնեն short եւ գինը առնում է նրանց stop loss-երը, ակտիվացած օրդերները, որոնք վաճառել են եւ գնում է եւ խփում է նրանց stop loss-երին եւ հակառակ։ Իսկ այստեղ ուրեմն իրականում փոխվում է տրենդը, իսկ որտեղ մտնել, որտեղ դնել stop loss-ը, որտեղ դնել take profit-ը։ Ուրեմն հիմնական օգտագործում է Fibonacci-ն։ Եվ այսպեսի մի բան։ Ուրեմն մենք առնում ենք ապրանքը, երբ որ նա մաքսիմալ էժան է, եւ վաճառում ենք այն դեպքում, երբ որ նա մաքսիմալ գտնվում է բարձր արժեքի։ Այստեղ trading-ի մեջ ուրեմն մեր գնման շրջանը գտնվում է Fibonacci 50%-ից ներքև։ Օրինակ, եթե ստե Fibonacci-ն նկարեմ, այստեղ հակառակությամբ 62%, այսինքն 62% կատարած կորեկցիայից հետո, այսինքն ինչու է կատարվում դա, որ smart money նորից էժանացնելով գինը նոր օրդերներ է բացում, որպեսզի արդեն ավելի մեծ պոզիցիա ունենա։ Տրենդը փոխված է
կատարվել է ուրեմն գնեչիցումը 62% discount եւ այստեղ fair value gap սրա մասին ավելի ուշ այստեղ բացված է գործարք այստեղ stop loss-ը դնում ենք նոր ձևավորված գագաթի հենց մի փոքր տակ take profit-ը դնում ենք արդեն անցած օրվա մաքսիմումի վրա եւ այս գործարքը մեկը 4.4%, եթե ռիսկ եք դիմել $100, շահութաբերությունը կազմում է $445։ Այսինքն, եթե մենք հասկանում ենք, որտեղ է գտնում լիկվիդայնությունը, շուկայի ալգորիթմը, ուրեմն կարող ենք շարժվել այդ market maker-ի բացած օրդերների կամ շարժման ուղղությամբ։